Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքներն ու հայտարարել նոր խորհրդարանի կազմը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի ներկայացրած տվյալների համաձայն քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող, մոտ 58.9%, ինչը քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ վկայում է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային բարձր հետաքրքրության եւ վստահության մասին։ Ընտրությունների արդյունքում առավելագույն աջակցությունը ստացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հավաքելով 726,819 ձայն կամ 49.75%։ Երկրորդ տեղում է Ուժեղ Հայաստան դաշինքը 340,006 ձայնով կամ 23.27% արդյունքով, իսկ երրորդ քաղաքական ուժը դարձել է Հայաստան դաշինքը 144,983 ձայնով կամ 9.92% աջակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ազգային ժողովի 101 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինք 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Մանդատների վերջնական բաշխման արդյունքում քաղաքացիական պայմանագիրը ստացել է նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 3 լրացուցիչ մանդատ, իսկ Ուժեղ Հայաստանը 1 լրացուցիչ մանդատ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր, սակայն այդ հանգամանքը որևէ ազդեցություն չի ունեցել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Հատկանշական է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակել։ Վահագն Հովակիմյանի խոսքով նման որոշումը պայմանավորված է ընտրողների ազատ կամ արտահայտության պաշտպանության անհրաժեշտությամբ։ Ըստ նրա, մասնակի վերաքվեարկության դեպքում կարող է առաջանալ այսպես կոչված տակտիկական քվեարկության ռիսկ, քանի որ ընտրողները քվեարկելու են արդեն հայտնի ընդհանուր արդյունքների պայմաններում, ինչը կարող է ազդել նրանց ընտրության վրա եւ խաթարել հավասար ընտրական իրավունքի սկզբունքը։ Թիվ 1 ընտրատասկի ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված ընդհանուր թվով 23 ընտրական հանձնաժողովներից 22-ում իրականացվել են ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 57 ընտրական հանձնաժողովներից 28-ում իրականացվել են վերահաշվարկ։ Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 32 ընտրական հանձնաժողովներից 8-ում է իրականացվել վերահաշվարկ։ Թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 54 ընտրական հանձնաժողովներից 39-ում։ Թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված բոլոր 19 տեղամասերում։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները, նաեւ Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայ ազգային կոնգրես եւ ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Նրանք պնդում են, որ ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք կասկածի տակ են դնում գործընթացի ազատ եւ արդար բնույթը։ Հայտարարության հեղինակները նշում են, որ արձանագրվել են համակարգային խախտումներ, որոնք իրենց գնահատմամբ ազդել են ընտրողների ազատ կամ արտահայտության եւ քաղաքական ուժերի հավասար մրցակցության վրա։ Պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը եւ չեն կարող լիարժեք հիմք հանդիսանալ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Մենք շարունակելու ենք գործել բացառապես սահմանադրության, օրենքների եւ ժողովրդավարական սկզբունքների շրջանակում։ Մինչդեռ որոշ փորձագետներ ու քաղաքագետներ նշում են, որ ընտրությունների բարձր մասնակցությունը վկայում է ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մասին։ Նրանց գնահատմամբ, նույնիսկ եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն վերցնել իրենց մանդատները, նորընտիր ազգային ժողովը լեգիտիմության խնդիր չի ունենա, քանի որ ընտրված է գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ընթացակարգով, ինչ հնարավորություններ են տալիս ստացված մանդատները քաղաքական ուժերին։ 64 մանդատ ունեցող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն։ Սա հնարավորություն է տալիս ինքնուրույն ձևավորելու կառավարություն, ընտրելու վարչապետին, ընդունել սովորական օրենքներ, հաստատել պետական բյուջեն եւ ապահովել օրենսդրական նախաձեռնությունների անցկացումն առանց այլ քաղաքական ուժերի աջակցության։ Միևնույն ժամանակ 64 մանդատը չի հասնում ազգային ժողովի падգամավորների ընդհանուր թվի 3/5-ին կամ 2/3-ին, որոնք անհրաժեշտ են որոշ սահմանադրական ու բարձր կարևորության որոշումների ընդունման համար։ Այդպիսի հարցերում իշխանությունը ստիպված կլինի քաղաքական համաձայնության հասնել այլ ուժերի հետ։
29 մանդատ ունեցող ուժեղ Հայաստան դաշինքը դառնում է խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր ուժը։ Այն հնարավորություն կունենա ձևավորելու ընդդիմադիր օրակարգ, նախաձեռնելու խորհրդարանական լսումներ, ղեկավարելու ընդդիմությանը վերապահված մի շարք հանձնաժողովներ եւ վերահսկողական գործառույթներ իրականացնել կառավարության գործունեության նկատմամբ։ 12 մանդատ ունեցող Հայաստան դաշինքը եւս ներկայացված կլինի խորհրդարանում որպես ընդդիմադիր ուժ, մասնակցելով օրենսդրական գործընթացներին, քննարկումներին եւ խորհրդարանական վերահսկողությանը։ Այսպիսով 2026 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորվում է եռաբևեռ խորհրդարան, որտեղ կառավարող ուժը պահպանում է վստահ մեծամասնությունը, իսկ երկու ընդդիմադիր ուժերը ստանում են խորհրդարանական վերահսկողության եւ քաղաքական հակակշռի կարևոր գործառույթներ։ Թե ինչ զարգացումներ են սպասվում նոր ձևավորվող խորհրդարանում, կտեսնենք շուտով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։